Իրանը հայտարարել է Հորմուզի նեղուցում մարտական կրակով զորավարժություններ անցկացնելու ծրագրերի մասին, հաղորդում է Ալ Ջազիրան։ Զորավարժությունները կանցկացվեն առաջիկա օրերին։ Միացյալ Նահանգների ցանկացած ագրեսիվ քայլ Իրանը կդիտարկի որպես լայնածավալ պատերազմի սկիզբ եւ Թեհրանն անմիջապես կպատասխանի։ X սոցիալական ցանցում գրել է Իրանի գերագույն հոգեվոր առաջնորդ Այաթոլլահ Ալի Խամենեիի խորհրդական Ալի Շամխանին։ Նրա խոսքով Իրանի պատասխանն ուղղված կլինի ոչ միայն Միացյալ Նահանգների եւ Իսրայելի, այլև այս ագրեսիային աջակցող ցանկացած երկրի դեմ։ Ավելի վաղ Թրամփը հայտարարել էր, որ Միացյալ Նահանգների մեծ նավատորմ է գտնվում Իրանի մոտակայքում եւ որ Իրանին տրված ժամանակը սպառվում է։ Թուրքիան ձեռնարկում է անհրաժեշտ միջոցներ կանխելու Իրան-ԱՄՆ հակամարտությունը, հայտարարել է Թուրքիայի ազգային պաշտպանության նախարարությունը։ Թուրքիան չի ցանկանում, որ մեր տարածաշրջանում նոր լարվածություն եւ հակամարտություններ առաջանան, նշվում է հայտարարությունում։ Իդեպ Իրանի արտաքին գործերի նախարար Աբբաս Արաղչին այսօր կայցելի Թուրքիա։ Մեծ Բրիտանիան ցանկանում է բարձրակարգ հարաբերություններ կառուցել Պեկինի հետ, բրիտանական տնտեսությունը խթանելու նպատակով։ Չինաստանի նախագահ Սի Ցզինփինի հետ հանդիպմանն ասել է Մեծ Բրիտանիայի վարչապետ Քիր Սթարմերը։ Չինաստանը կարևոր դերակատար է համաշխարհային ասպարեզում, ասել է նա։ Նշենք, որ Բրիտանիայի վարչապետի Չինաստան քառօրյա այցի նպատակն է ամրապնդել Պեկինի հետ քաղաքական եւ գործարար կապերը Եվրոպայի եւ Միացյալ Նահանգների հարաբերությունների սրման ֆոնին։ Միացյալ Նահանգների կիբերանվտանգության եւ ենթակառուցվածքների անվտանգության գործակալության ղեկավարի պաշտոնակատար Մաթու Գոտումուկալան Միացյալ Նահանգների կառավարության կարևոր փաստաթղթեր է ներբեռնել ChatGPT-ի հանրային տարբերակում։ Դեպքը ներքին անվտանգության վերաբերյալ ահազանգեր եւ մտահոգություններ է առաջացրել դաշնային պաշտոնյաների շրջանում։ Բացահայտումից հետո Միացյալ Նահանգների ներքին գործերի նախարարությունը ներքին հետաքննություն է սկսել։ Դուբայում ոսկյա փողոց կհայտնվի։ Հաղորդվում է, որ Դուբայի նոր ոսկե թաղամասի մաս կազմող փողոցը կառուցվելու է ոսկուց, սակայն դա իրականում ինչ է նշանակում, մնում է առեղծված։ Ոսկե թաղամասը քաղաքի ներկայիս ոսկու շուկայի վերաբրենդավորված տարբերակն է լինելու։ Այն գտնվում է Դեյրա թաղամասում, որտեղ կա ոսկու եւ զարդերի վաճառքով զբաղվող մոտ 1000 մանրածախ վաճառող։ Ինդոնեզիայի ամբողջ տարածքում արգելվել են փղերի վրա նստած զբոսանքները։ Որոշումը կայացվել է կենդանիների իրավունքների պաշտպանների բողոքների հիման վրա։ Զարա Սարգսյան, Գեգամ Ղազարյան, ABC Media։